պրոֆիլի հյուրերը հայկական թատերարվեստի սիրված ամենաներդաշնակ եւ չվախենանք այդ բառից ամենագեղեցիկ զույգերից են Սամվել Դանելյան եւ Սիրանուշ Լազյան։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շալի շատ լավ ներկայացրեցիք մեզ։ Դրանից հետո ոնց կարելի է վատ լինել։ Այո, շատ հիանալի, շատ գեղեցիկ հանդիպմանը սպասում ենք։ Մենք էլ ենք ձեզ սպասում, մինչ մենք պատրաստվում ենք նկարահանումներին, Սիրանուշ, դուք ասեցիք առաջին անգամ այստեղ գալուց իրար հետ չեք կռվել ճանապարհին, փաստորեն բախումներ լինում են ամեն անգամ լավ իմաստով։ Իհարկե, ես քանի որ սկսել եմ ուշանալ, դա նյարդայնացնում է Սամվելին, ու սկսում ենք այդպես մեքենայի մեջ վիճել, բայց ես արդեն սկսել եմ 10, 15, 20 րոպե առաջ շուտ դիտավորյալ ժամ ասել, որ գոնե ճիշտ ժամանակին հասնենք տեղ, բայց այդ նոր բնավորության գիծա երբևէ չի եղել այդպիսի բան։ Հիմա նոր ինտրիգներ է մեր կյանքում։ Նորություն է։ Դուք տանը միասին եք, աշխատանքի վայրում միասին եք, մեր տաղավարում նույնպես միասին եք։ Փաստորեն առանց իրար չեք պատկերացնում այլևս ձեր կյանքը։ Չէ, այդ հարցին շատ կոնկրետ կարելի է պատասխանել, չէ, որովհետև եթե կարողացանք այս 20 տարիները հաշտ, խելարգար, խենթ եւ սիրով անցկացնել, ուրեմն այլևս անիմաստ է առանձին ապրել։ Հա, իհարկե, որովհետև իսկապես այն բոլոր դժվարությունները, երբ որ անցնում ես, իսկ այդ դժվարությունները կարծում եմ առաջիկա տարիներն են, եթե կարողանում ես հաղթահարել ու պատվով հաղթահարել ու չհաղթահարել նրա համար, որ զուտ հաղթահարել ես, այլ շատ գեղեցիկ այդ անցումը կատարել ես, հասկացել ես ինչի համար է ստեղծում ընտանիք, ինչի համար է պետք պահել ընտանիքը, որն է քո առաքելությունը այդ ընտանիքի մեջ, ուրեմն կարծում եմ հետո արդեն մի քիչ դժվար կլինի այդ ամենից հրաժարվելը։ Եվ հիմա կարծում եմ ժամանակն է վայելելու, այն ինչ ցանել ես, հնձել ես, հիմա բարիքները պետք է վայելես, այո։ Իհարկե ավելի դժվար ժամանակաշրջան է սպասվում, որտեղ երեխաները մեծացել են, ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, բայց դրանք պետք է արդեն իրար ձեռք կամուր բռնած։ Քանի չենք կանգնել, վայելում ենք կյանքը։ Այո։ Թատրոնում, ինչպես ասում են, վերջին խոսքը ռեժիսորինն է, դուք լավ գիտեք, իսկ հետաքրքիր է ձեր ընտանիքում վերջին խոսքը ումն է։ Չունենք վերջին խոսք։ Մենք փորձում ենք անպայման լսել, լրացնել իրար եւ չկա մեր ընտանիքում այսպիսի հասկացողություն, եթե դու տղամարդն ես, ուրեմն պիտի անպայման դու ճիշտ լինես, եթե դու կինն ես, ուրեմն պիտի հետ նահանջես։ Հավատացեք, այդ պարագայում մեր ընտանիքը բավականին եւ ընդհանրապես յուրաքանչյուր ընտանիք բավականին կտուժի, որովհետև ով է ասում, որ կանայք չեն ունենում շատ ճիշտ դիտարկումներ կամ ճիշտ, ոնց ասեմ, հոտառություն, հա, բառն է իման գալիս։ Եվ խելացի է նաև այն կինը, ով կարողանում է իր խոսքը այնպես ասել, որ կոնֆլիկտ չառաջանա։ Այս դեպքում նաև տղամարդու մոտ կա բնականաբար այդ հատկանիշը, պիտի խելացի տղամարդը նախ լսի կնոջը, որովհետև կինը մի տարբերակ չի, մի տարբերակով չի խոսում կինը երբեք, մի քանի տարբերակներով է խոսում, հաստատ այդ տարբերակների մեջ կընտրես քեզ հարմար տարբերակը, կառաջարկես, եւ դու բավարարված կլինես եւ կինդ։ Հիմա այնքան գեղեցիկ նկարագրեցիր, բոլորին կթվա, թե դու տենց շատ սիրունից լսում ես։ Շատ շնորհակալ եմ, որ դու երբեմն լսում ես, բայց Սամվելը, գիտեք, ինքը շատ դիվանագետ տեսակ է, ես իր մասին բազմիցս ասել եմ, եւ կարողանում է արդեն որոշում կայացրած եւ արդեն ճիշտ որոշում կայացրած նկարագրել երևույթը, եւ մենք, հա, ես մի քիչ ավելի շատ տարբերակներ գուցե նաև վատ կողմն եմ սկսում ներկայացնել իրեն, բայց ինքը այնպես է որոշմանը արդեն հստակ կայացրած գալիս, որ մենք համակերպվում ենք, ամեն դեպքում վերջին խոսքը քոնն է, Սամվել։ Դու ուղղակի վերջին խոսքով ես գալիս։ Հա, ես ուղղակի երբեմն իրավիճակների հետևանքներն եմ զգուշացնում իրեն, գուցե այդ իմ բնավորության մեջ այտենց շատ բուրըն եմ նաև նկարագրում այդ երևույթները, ինքը փաստորեն հաշվի է առնում, բայց ընդհանուր առմամբ ինքը շատ մինչև չի գալիս վերջնակետին, չի ներկայացնում այդ ամեն ինչը մեզ։ Դե ինչպես ասում են, իդեալական մարդիկ չկան։ Միմյանց մեջ կան այնպիսի բացասական գծեր, որը կցանկանայիք, որ չլինեին կամ գուցե սրբագրվեին մի փոքր։
Դրանք շատ հումոր։ Հիմա հա, անկեղծ գիտեք, այդպեսի լուրջ ինչ-որ բան չկա, որ ասեմ, ահա, վայ, Սիրանուշը, մինչև այդ գիծը մյուս 20 տարին չեմ ամրի իր հետ, էլի չկա այդպեսի բան։ Իհարկե կան բնավորության գծեր, օրինակ այս վերջում ձեռք բերած ուշանալու գիծը, այդ օրինակ ինձ ահավոր նյարդայնացնում է։ Թվում է թե դա ոչինչ է։ Մեկ-մեկ նույնիսկ հակառակն եմ ինձ ապացուցում, ասում եմ ինչ հավես է, ինչ հետաքրքիր է, ուրեմն Սիրանուշը որպես կին երբևէ չի ուշացել։ Այդ կանացի այդ բանը կա, չէ՞ որ սպասել երբեք ես մի քիչ կուշանամ կամ չգիտեմ ինչ հագուստս այն չէ, կամ մեկ հապս։ Ես այնքան չեմ ուշացել, որ ինքս եմ գնացել իրենց տուն։ Մենք դրան դրա համար իր համար խորթ է այդ երևույթը։ Հիմա ես կարևոր ավելի հանգիստ գրաֆիկով եմ սկսել աշխատել, հիմա տենց նոր եմ հասկացել կինը որոշակի ուրիշ պարտականություններ էլ հետաքրքիր էր, ասում են նորություն է, հետաքրքիր է, բայց Սիրանուշը տենց ինչ կանացի բաներ անում, հետո հասկացա, չէ, դա ոչ իմնա, ոչ Իրանն է, այնպես որ Սիրանուշյան շատ արագ է դարիացիա։ Շատ հումորային է, բայց այո, փաստորեն մենք միշտ այնքան արագ է եղել մեր ռիթմը կյանքի եւ իսկապես նույնիսկ այդ երեխաների ծնվելուց հետո այդ իրենց վայելելու այդ պահերը ես չեմ ունեցել, որովհետեւ միշտ sense ռոբոտացված աշխատանք հիմա ես ուղղակի վերլուծում եմ, էլի թե ինչ եմ ուշանում, հիմա նոր սկսել եմ ինչ որ հասկանալ, որ չէ, գիտես, կարելի է նաեւ մի քիչ հետևել քեզ մի քիչ ավելի կարևոր սուրճը խմել նորիչներ ոչ տղա ուզում սպասի բայց դա է կապված խոսքը մեր մեջ դրա հետ է կապված ձեր ուշանալը չէ ուղղակի չգիտեմ հա երբեք նման բան չի եղել իմ կյանքում երբեք դա բնավորության փոփոխություն շատ ակնհայտ հա նոր գիծ է բայց կհարմարվենք դրա հետ կարևոր հանդիպումներից չեմ ուշանում կարևորը դե Իսկ հետաքրքիր է ձեզնից ով է ավելի ռոմանտիկ, այսպես ռոմանտիկ անակնկալ միմյանց մատուցում կամ ընդհանուր առմամբ սուտ տեսակի առումով։ Չէ, ինչի դու էլ չես պակասը չես, ես մի բան ասեմ, մենք հատուկ շեշտը չենք դրել երբևէ դրա վրա, որովհետև մեր ընտանիքում շատ բաներ կա, որ մենք հավասար ենք անում, շատ բաներ կան եւ երբ թե մեր ընտանիքի հաջողության գրավականներից մեկն էլ հենց դա է, որովհետեւ երբևէ չենք փորձում զարմացնել, հա, ինչ որ sense բաց թողնենք, որ դիմացին այդ բացը լրացնի եւ հակառակն էլ սրա չենք անում, որ դու արեցիր, ես էլ անեմ։ Երկուսից մեջ էլ կա այդ խենթությունը, երկուսից մեջ էլ կա այդ ռոմանտիզմը, երկուսից մեջ էլ կա իրար լավ բան անելուց ուրախանալու զգացողությունը, սա ամենակարևոր հատկանիշն է, հա։ Եվ մի բան էլ ասեմ, այս ֆոնի վրա երևի թե ես եւ Սիրանուշեն եզակի դերասան զույգերից ենք, ովքեր մեկը մյուսի հաջողությունից ոչ վատանում է, ոչ նախանձում է, ոչ մրցակցության մեջ տարածված է եղել, հա։ Կան, այո, կան այդպիսի զույգեր, ովքեր որ չեն տեղավորվում այդ երևույթի մեջ, որ միգուցե այս этаպում կինը ավելի շատ ունի պահանջարկ, տղամարդը քիչ կամ հակառակը, մենք երբևէ այդ խնդիրը չենք ունեցել, գուցե նաև պատճառը նա է եղել, որ երբևէ պակասը չենք ունեցել, բայց վստահեցնում եմ, որ այդ մտածելակերպը մեզ երբեք չի հետևել։ Լավ, խոսքս այսպես ձևակերպեմ, վերջին անգամ երբեք միմյանց ծեր խոստովանել, միայն չասեք, որ ներկայացման ժամանակ է դա եղել եւ հանուն դերի։ Չէ, մի քանի օր առաջ։ Մի քանի օր առաջ մենք միասին Սննդյանս օրվա կապակցությամբ Սամվելին շատ գեղեցիկ անակնկալ էր արել, տենց ես Իտալիա շատ էի ուզում լինել, Իտալիայում եւ ինքը այդպես գեղեցիկ անակնկալ էր արել առաջին անգամ մեր կյանքում երևի թե երկուսով այս 20 տարվա մեջ, որովհետև մենք միշտ մեր գրաֆիկը այնպեսին է եղել, որ հանգիստը երեխաների հետ, այս անգամ նույնիսկ երևի թե երեխաների նախաձեռնությամբ դա եղել։ Հա, թվում էր թե մենք շատ ենք միասին եղել, շատ ենք միասին շրջագայել, շատ տեղերում ենք եղել, շատ բաներ ենք միասին բացահայտել, բայց պարզվեց, որ երկուսով երբևէ մենակ չենք։ Այդ ձեր ասած ռոմանտիկ հանդիպումը մեր կյանքում փաստորեն բացակայել։ Այո։ Եվ մենք երկուսով ենք ու պիտի խոստովանեմ, որ մի այսպիսի բան տեղի ունեցավ մեր մեջ, որ մենք տեսեք, Սամվելը շատ ճիշտ նկատեց, մենք միշտ գործնական ենք շփվել եւ դրանից տուժել է նաեւ մեր հարաբերությունները կամ եթե հանգիստ ենք եղել, ուրեմն ընտանիքով։ Իսկ այս անգամ
այնպեսի մի հատ իրավիճակ ստեղծվեց, որ մենք նույնիսկ փաստորեն չգիտեինք ոնց պետք է չշփվենք ոչ գործնական ամուսիններով, բայց ինքը շատ սիրուն օրեր էին, հա, ես շնորհակալ եմ քեզ դրա համար։ Եվ դա նաև նոր շունչ տվեց մեր հարաբերություններին գուցե այս ժամադրությունը գոհ եմ այս ժամադրությունը սպասեմ այս ժամադրություններին 20 տարին մեկ պիտի լինի որ հետաքրքիր լինի լավ եկեք 10-ի վրա բարի շենք 10 տարին մի բան ասեմ մի բան եմ նկատել ասենց վերլուծում եմ կարելի է իհարկե մենք սիրո խոստովանություն այո շատ քիչ ենք անում որովհետև դրա կարիքը չի լինում մենք մեր գործով միշտ ապացուցում ենք որ մեկս մյուսին թիկունք ենք եւ մեկս մյուսին հարգում ենք ու սիրում ենք իրար։ Դրա մասին խոսելը, բարձրաձայնելը դրա կարիք չենք ունեցել, բայց այս վերջերս նոր սկսել ենք մենք շատ ասել դրա մասին։ Դե ինձ թվում է դրա շատ քիչը չկա, հա, հիմա տպավորություն կստեղծվի հեռուստատիտողի հիմա ավելի շատ է իդեալական զույգ ենք, որովհետեւ խնդիր չունենք։ Քան երիտասարդ ժամանակ։ Բայց տեսեք, շատ եթե հարաբերությունները անկեղծ են, եթե զգացմունքը անկեղծ է, զգացողությունը անկեղծ է, որևէ բան պարտադրելով չի եղել, ուրեմն կարելի է այդ ամեն ինչի համար շնորհակալ լինել եւ պահել ու պահպանել ու իրան ոչ թե թաղել որևէ դարակում, որևէ անկյունում այս ամեն ինչը, իրան անընդհատ բաց պահել եւ քո սերունդները թող տեսնեն օրինակ վերցնեն եւ քո շրջապատը թող տեսնի օրինակ վերցնի, որովհետեւ այն ինչ գեղեցիկ է, այն ինչ ազնիվ է, այն ինչ հետաքրքիր է, կարծում եմ պիտի հաստատ փակ չպահես ու պիտի տարածես։ Նույնիսկ վեճերը։ Այո, դա էլ է շատ առողջ, շատ։ Մի անգամ ինձ նկատողություն արեցին, ինչու էս երեխաների մոտ վիճում, որովհետև իրենք պետքա տեսնեն, որ այդ գեղեցիկ կյանքի կողքին նաև կա այդ ամեն ինչը, որովհետև իմ աղջիկներ են եւ իրենք պետքա հասկանան, տեսնեն նաև իմ թերությունները, որ հետո չկրկնեն։ Ես չեմ ներկայացնում մեր ընտանիքի միայն գեղեցիկ կողմը։ Դրան զուգահեռ նաև այդ տանջանքներն են դրան հասնելու, այդ գեղեցիկին հասնելու դաժան ճանապարհն է, որը ես բաց գրքի պես իմ աղջիկներին եւ բոլորին ցույց եմ տալիս։ Դրանից վախենալու ես ոչինչ չունեմ։ Երկու հրաշք աղջիկ ունեք, որպես հայկական ավանդական ընտանիք արդյոք չեք ցանկանում կամ պլաններ չունեք տղա ունենալու, թե աղջիկների թագավորությունը արդեն Սամվելի սիրտը ամբողջությամբ գրավել է։ Անկեղծ կլինեմ միշտ առաջին օրվանից, առաջին իսկ վայրկյանից եւ ես եւ Սիրանշ այսպես ենք մտածել, որ ելնելով ընդհանրապես կյանքի դժվարություններից ու դաժանություններից շնորհակալ ենք Աստծուց, որ մեզ պարգևել է առողջ երեխա։ Դա կլինի աղջիկ թե տղա, բոլորովին էական չի եղել, որովհետեւ ցավոք սրտի այն ինչ տեսնում ենք շատ վախեցնող է, բայց դա չի նշանակում, որ չկան առողջ տղաներ, միայն աղջիկներն են առողջ։ Ես ուզում եմ ասել, որ շնորհակալ ենք Աստծուց, որ ունենք մեր հրաշք բալիկներին, որովհետև այն ինչ իրանք մեզ համար բերեցին կյանք, այդ ուղղակի անբացատրելի է։ Այդ ֆոնի վրա նստել ու մտածել աղջիկ թե տղա, ինձ թվում է մի քիչ հիմարություն կլինի էլի։ Այսինքն սերը կարևոր չի եղել այս համար։ Այո, իհարկե, երևի թե սրա մասին շատ քիչ ենք մենք խոսել եւ սա շատ ժամանակին ցավոտ թեմա էր ինձ համար։ Չեմ բարձրաձայնել, բայց իմ առաջնակի ժամանակ ես կյանքի ու մահվան պայքարով մենք հասել ենք, որ երկուսս էլ առողջ ենք եւ երկուսս էլ այսօր ես եւ Էլենս կանք ու ես 8 ամիս պայքարում էի, իսկ մինչեւ հասկանալը, որ օքեյ, ես պետք է ունենամ այս երեխային, ուղակի պայքարում էինք երկու կյանքի համար ու այս իրավիճակը հաղթահարելուց հետո դու ընդհանրապես չես կարևորում սերը եւ Սամվելը ու իմ ընտանիքը միշտ իմ կողքին է եղել, դրա համար ենք մենք հիմա այսպես խոսում, թող չթվա որ օй մենք ուղակի չունենք, չէ, ուղակի երբ որ դու ամեն օր պայքարում ես եւ քո ընտանիքի եւ նոր սրտիկի համար, դու դրա
արժեքը շատ լավ է գիտակցում։ Եվ որպես օրինակ ասեմ, երբ պլանավորում էինք ունենալ մեր երկրորդ երեխային, կար հնարավորություն հիմա այնպես պլանավորել, որ հակառակ սեռ, բայց մենք նույնիսկ դա չենք արել, այսինքն պլանավորելուց արդեն ամեն ինչ նորմալ էր, Սիրանուշը երկրորդով հղի էր եւ այլն, մեզ ասացին, բա ինչու մենք կարող ենք պլանավորել, մեզ դա պետք չի, որովհետեւ ես նույնիսկ դա չեմ սիրում, որովհետեւ եթե Աստված քեզ նախատեսել է այդ նույն սեռը, ես միշտ վախեցել եմ այս ամեն ինչից, որ եթե դու պլանավորում ես մի բան, հասնում ես, պայքարում ես, որ հասնես դրան, դա գուցե քո համար չէր նախատեսված եւ ի վերջո դա քեզ բերում է կանգնացնում է մի հատ այնպիսի վատ քառակուսու մեջ, որ դու ասում ես Աստված ինձ ինչի էի պլանավորել այս ամեն ինչին, սա պետք չէր։ Սիրում եմ ավելի շատ այդ ինքնահոսի բաները։ Եվ ինչ որ դրա ապացույցը ունենք, որովհետեւ մենք որոշեցինք պլանավորել, ծրագրեցինք ու չարաբաստիկ օրերը եկան COVID, հետո պատերազմ։ Բայց ոչ երեխայի մասին չի խոսքը, էլի։ Մենք արդեն որոշել էինք, այո, ինչ որ նորություն մտցնել մեր կյանքում եւ դրա համար մենք ոչինչ չենք ծրագրում։ Ես շատ շնորհակալ եմ Աստծուց եւ իհարկե Սիրանուշից ու ինձնից, որ մենք ունենք մեր երկու հրաշքներին։ Սիրանուշ, այդ դեպքում դուք դժվարությունների մասին խոսեցիք, արդյոք դժվար չէր երկրորդ անգամ որոշում կայացնել, հատկապես որ նման բարդ իրավիճակում եք դուք հայտնվել։ Շատ դժվար էր եւ դա իմ ու Սամվելի կոմպլեքսն էր։ Ինչ հետաքրքիր է, մենք այսօր շատ լուրջ թեմաներից ենք խոսում, ենք թեմաներից, որոնց մասին երբեք չենք բարձրաձայնել։ Շատ 6 տարի մենք այդ թեման վախենում էինք։ Նույնիսկ իրար հետ չենք քննարկել, բայց մենք շատ հոգևոր կապված ենք, հոգևոր կապ ունենք ես ու Սամվելը, մենք իրար աչքերի մեջ նայելով հասկանում ենք։ Երբեմն նույնիսկ ասում ենք նույն բառերը իրար ու չծրագրած։ Մենք շատ լավ ենք ճանաչում իրար ու շատ լավ ենք զգում իրար, բայց այդ Էլենից հետո շատ երկար ժամանակ մենք վախեր ունեինք, նախ ինքը վախենում էր, որտեղ նախ արդեն ավելի մեծ էինք, ես ինքս վախենում էի, որ այդ ուժը չեմ ունենա պայքարելու, եթե ինձ մոտելի այդ բարդություններով հղիությունը լինի, եւ վախենում էի, որ Սամվելը արդեն չի վերաբերվի ինձ այնպես, ինչպես առաջինի ժամանակ, որովհետեւ այդ 6 տարվա մեջ նաեւ գիտությունն էր զարգացել ու նախապես արդեն գիտեի ինչ որ սարքավորումներ կային, որոնց միջոցով դու կարողանաս իմանալ առողջ է երեխան թե ոչ, ու ինչ որոշում կլինի, այսպեսի մի շարք հարցեր կար, բայց փառք Աստծո, մի օր ուղղակի մենք հասկացանք, որ ուզում ենք հաղթահարել այդ վախը, երեխա ունենալ, գնացինք մեր շատ սիրելի բժշկի մոտ, ով ուղղակի ինձ սովորեցրեց պայքարել Էլենի ժամանակ, առաջնեկից ժամանակ, որ եթե ուզում ես, արի թողնենք Աստծո հույսին, որովհետև բժշկական, գիտական առումով ոչ ոք չէր կարող երաշխավորել, ոչ մի բժիշկ չէր կարողանում երաշխավորել երեխան կծնվի թե ոչ։ Եվ Հրաչը, իմ բժիշկը, ասեց դու ուզում ես, հավատա գնա առաջ, բայց վատ օրեր է սպասվում, դաժան օրեր է, եւ մենք միասին երեքով, ես Սամվելը եւ բժիշկս կարողացանք հաղթահարել դա։ Երկրորդի ժամանակ մի օր որոշեցինք, գնացինք, ասեց նորմալ է քո օրգանիզմը պատրաստ է հղի անալու։ Եվ ծնվեց մեր երկրորդ հրաշքը։ Բացարձակ չենք զգացել ոչ մի բան։ Ու ինձ համար այդ հղիությունը Մարիայի ժամանակ շատ, որովհետև նախ Սիրանուշը առաջարկ ստացավ պրոյեկտում նկարահանվելու որպես հերոսուհի, բայց ինքը արդեն 2 ամսական հղի էր ու ներկայացրեց, որ ես հղի եմ, ասացին ոչինչ, մենք ուզում ենք, որ դու լինես եւ սցենարով այնպես դասավորեցին, հանդիպեց ինձ։ Այո, եւ տենց ամբողջ ընթացքը 9 ամիս նկարահանվել է Սիրանուշը, ընդհուպ միջև նկարահանման տաղավարից տարանք հիվանդանոց, որ ոչ չէր հավատում, որ ես որովհետեւ այդ սերիալում այդքան թեթև ա եղել եւ ամեն օր նկարահանման, այսինքն մենք ոչ մի օր չենք զգացել երկրորդով, որ նույնիսկ չենք զգացել, վայ Սիրանուշը սա բայց ինձ համար էր դա շոկ, որովհետեւ ես չգիտեի, որ կարելի է այդպես գեղեցիկ այդ շրջանը անցնել ու ես հացեր ուտում, ջուրեր խմում, շուտ տարօրինակ բաներ էին, էլի, որովհետեւ 9 ամիս նույնիսկ ջուր չի խմել, ջուրը խմում էր եւ չէր կարողանում դիմակայել անդադ սիստեմաների տակ կապտուկները մի խոսքով շատ ծանր եւ մենք իրար չէինք իրավիճակ էր, էլի։ Ինձ համար դա շատ դժվար շրջան էր, որովհետեւ
ես այդպես չէի պատկերացրել, ես գիտեի ամուսնությունը ինքը շատ գեղեցիկ բան է, պետք է։ Ոյ հղիությունը գեղեցիկ բան է, բայց մի խոսքով, մենք շատ դժվարություններ բայց այդ ամենից ծնվեց մեր առաջնեկը, մեր գեղեցկուին, մեր հրաշքը, Փառք Աստծո, առողջ գիտակից խելացի աղջիկ, ով այսօր արդեն առաջին կուրսը գրեթե գերազանց ավարտեց։ Ձեր ճանապարհով եք գնում։ Ոչ, ճարտարապետական համալսարանում է սովորում։ Բայց երկուսը մեկում։ Բայց երկուսը մեկում։ Ճանապարհ է հաղթարում, բայց միևնույն ժամանակ նաև եւ նկարահանվում է, եւ թատրոնում է աշխատում, եւ կրկնօրինակում է անում։ Այո, այնպես որ երկուսը մեկում կարողանում է անել։ Մեր կատարելագործված տեսակն է փաստորեն։ Շատ լավ է։ Կարող ենք Սիրանուշ ասել, որ ձեր կյանքի ամենաբարդ փուլը հենց առաջի երեխայի ծնունդից հետո էր, քանի որ կարծես թե հենց այդ ժամանակ ինչ որ նաև հարցեր տարբեր առաջացան, հա, ձեր միջև։ Հա, կարելի է այդպես ասել, չնայած ես կարծում եմ, որ կյանքի որոշակի էտապներում ամուսնական այդ կրիզիսները լինում են, այդ երևի թե արդեն ապացուցված է, որովհետև դու ընթացքում հասունանում ես, դու մտածելակերպդ ես փոխում, դու կյանքին այլ աչքերով ես նայում, բայց հիմա որ վերլուծում եմ, այո, երևի թե դա իմ կյանքում, գիտեք ինչպիսի իրավիճակ էր, անելանելի, ոչինչ չկար, ոչ իմ ձեռքում, ոչ Սամվելի ձեռքում եւ պետք է խոստովանենք, որ երեխայի ծնվելուց հետո էլ մեզ համար շատ դժվար շրջան էր, շատ դժվար։ Ու մենք շատ երիտասարդ էինք, ես ընդամենը 21 տարեկան էի, Սամվելը 24։ Մենք իրավիճակներ էր լինում մեր կյանքում, որ չգիտեինք ինչպես պետքա դրա տակից դուրս գալ, շատ կենցաղային խնդիրներ ունեինք, բայց մենք միասին էինք, որքան էլ որ մեր կյանքում այդ կրիզիսը սենց շատ խոցեց, միևնույնն է մենք միասին էինք, մենք նույնիսկ շրջան եղավ, որ առանձին էինք, բայց իրար հետ էինք, Սամվելը երբեք չի թողել ինձ, հա, ինքը երբեք չի թողել ինձ։ Եթե սպասում ես հաջորդավորություն եւ երբեք չի էլ թողնելու։ Չի էլ թողնելու, հա, դրա մասին ես վերջերս դու ինձ ասեց, որ դու ինձանից բրծում չունես, բայց այո, այդ տարիները ինձ միանգամից հասունացրեցին, ես դարձա կին, ով իր պարտավորությունները, իր պարտականությունները քաջ գիտակցեց, այդ բեռը դրեց իր ուսերին ու տարավ, ես կարելի է չէ սենց ասել, որովհետև դա հիմա ձեր հաղորդմանը մենք համ վերլուծում ենք մեր կյանքը, համ խոսում ենք դրա մասին։ Տարավ, որովհետև գիտեր, որ թիկունքին ուժ ունի։ Այսինքն, եթե Սամվելը չլիներ, ես երբեք այդ բեռը չէի վերցնի ինձ վրա։ Ընդհանրապես կյանքի եւ ընտանիք կազմելու այդ ծանր բեռը, դա բեռը, որը հետո է տալիս իր բարիքները, եթե դու կարողանում ես դրան լավ աճեցնել, լավ զարգացնել։ Մեզ մոտ դա ստացվեց։ Իսկ հետաքրքիր է Սիրանուշ եւ Սամվել, ճոխ հարսանիք կարծես չեք ունեցել, չէ՞։ Չէ։ Այդ դա միակ բանն է, որ միշտ ծրագրում ենք ու չի ստացվում։ Ամեն անգամ գալիս է 5 ամյակ, 10 ամյակ, հիմա էլ եկել է 20 ամյակ, Սիրանուշն տակից բզբզում է։ 20 ամյակ միգուցե հարսի շոր, եկեղեցի եւ այլն։ Հա, հետաքրքիր կլինի։ Չի բացառվում, բայց երբևէ չենք կարևորել։ Գիտեք, երբ որ հասնում ես ինչ-որ մի տարիքի եւ հետաքրքրության համար կողքից քեզ նայելու կամ հումորով վերաբերվելու կամ օրդ ուղղակի ճոխ ներկայացնելու համար ինչ ոչ կարելի է ինչ որ մի ամյակի սա անել, բայց որ Եսուս Իրանուշը դա կարևորենք, որովհետև ցավոք սրտի ես տեսնում եմ, որ կան զույգեր, ովքեր դժբախտաբար կարևորելով այդ իրադարձությունը այդպես էլ չեն ամուսնանում կամ ամուսնանում են իրենց զոհելով եւ հաջորդ օրը ամուսնալուծվում։ Սրանք մեզ համար երբևէ էական բաներ չեն եղել եւ մենք մեր երեխաներին էլ ենք այդպես դաստիարակել։ Նույնիսկ մեր մեծ աղջիկը անընդհատ ասում է, որ ես էլ չեմ ուզում, բայց ուրիշ վիճակով, ուրիշ տեսակով եմ պատկերացնում իմ ամուսնությունը, այսինքն մեր տանը այս խոսակցությունը երբևէ կարևոր բան չի եղել, բայց չի բացառվում, որ գեղեցկուհին մի օր կհատնի հարսի շոր եւ կմտնենք եկեղեցի։ Այնպիսի աղջիկ չկա կամ կին, որ չցանկանա այդուհանդերձ սպիտակ շորը հագնել, չէ՞։
Դե հիմա բայց ուղղակի ինձ համար շատ կարևոր է պսակադրվելը։ Սանտարի այ հետաքրքիր է մենք նույնիսկ Աստծո օգնությունը չենք ստացել հիմա չգիտեմ մեղք ենք հա գործում Չէ, բացարձակ։ Դե պատկասու եթե ստանալ ինչ կլիներ։ Եվ մենք այդ առաջին անգամ որ որոշեցինք պետքա գնանք եկեղեցի ուղղակի օգնություն ստանալ Տեր Հայր այնտեղ չէր։ Երկրորդ անգամ մատանիները մեզ մոտ չէին 10 Հիմա ունենք երրորդ տարբերակը եւ մատանիներն են մեզ երրորդը կստացվի հաստատ, երեքը լավ է։ Երևի դա ուղղակի պետք է անել մեկ օրում ու մեզ համար։ Այո։ Անընդհատ սպասելով որ դա պետք է արվի շատ լավ էսամյակին շքեղ, ճոխ, ինչ որ առիթի հետ կապելով ծնունդ բան չի ստացվում, դա երևի կլինի մի օր։ Իհարկե կլինի։ Ճիշտ ժամանակին երևի թե։ Դեռ ժամանակը չի որ ամուսնանանք։ Այլ կլինի։ Այդ դեպքում ինչպես դուք գնացիք նոր ընտանիք, այսինքն ես գիտեմ այդ պատմությունը, որ ձեր եղբայրը ձեր ճամպրուկները վերցրել է եւ Սամվելենց տուն է ձեզ տարել։ Այո։ Ինչպես ստացվեց դա եւ նաեւ հարցազրույցներից Սամվել դուք բազմաթիվ անգամ ասել եք, որ դուք սիրահարվել եք Առաջինը դուք եք սիրահարվել եւ դա սեր էր առաջին հայացքից։ Այ մի փոքր որ հետ գնանք կպատմեք թե ինչպես ստացվեց, որ դուք հայտնվեցիք Սամվելենց տանը։ Առանց աղքիրա հիմա երբ որ մտածում եմ իմ աղջիկը նման բանանի, կարող եմ ամիսներով չխոսեմ։ Մամաս ո՞նց է դիմացել ինձ։ Որտեղ ինձ ճանաչեց։ Հա, իրականում այստեղ նաև շատ մեծ գործոններ Սամվելի ու մամայի հանդիպման հետևանքները, որովհետև մայրս ընդհանրապես ոչ մեկին էս կյանքում չի հավանում։ Ես հիշում եմ որ 1990 հիշում եմ երբ որ առաջին անգամ պիտի ծանոթանայի Սիանշի մայրիկի հետ, ասեց վայ չէ, արի մի քիչ էլ ընկերություն անենք, նոր ասում ինչի համար, որտեվ չեմ ուզում շատ հավես է մեր հարաբերությունը, չեմ ուզում մի անգամից ընդհատվի, ասում ինչի պիտի ընդհատվի, ասում եմ դու մամայից չես ճանաչում, ինքը ուրեմն ամեն ոչ ման չի հավանում, անընդհատ քեզ դեմա խոսալու, ինչ խոսած դեմա խոսալու եւ այլն, ու դու տեղից դուրս ես գալու, ասես Սիանշ ես քո հավեսը չունեմ, որպես կանոն զոքանչ էլի, այդպեսի Եվ երբ որ առաջին անգամ պատմեմ ու դու շարունակես, առաջին անգամ գնացի, ասի Սիան ջան հանգիստ եղի, հա։ Մտա իրենց տուն, մայրիկի հետ ծանոթանում եմ, խոսում եմ, ներկայացնում եմ իմ պլանները եւ այլն, ու անդադ ուզում եմ հարց տա այս կինը։ Ոչ մի հարց չի տալիս ինձ, այսինքն լսում այից հրաշալի զոքանչ ունեմ, անկեղծ եմ ասում, մինչև այսօր մենք իրար հետ երբևէ ոչ մի վարքյան կոնֆլիկտ չենք ունեցել, կարծում եմ սա էլ շատ եզակի դեպքերից է, որ զոքանչը խոչընդոտ չի դառնում քո ընտանիքում, փոխադարձ հարգանք ունենք միմյանց նկատմամբ, վստահաբար ասում եմ սրա մասին, ու դուրս ենք եկել Սիանշին ասում եմ Սենջ հաստատ մամա տա, որտեվ ոչ մի բառ չխոսած, ինչ էիր տենց վախեցել, ասում եմ, չգիտեմ, իմ համար էլ էր տարօրինակ։ Հա, ու որքան էլ որ թվում է թե ես այդ տարիքում երիտասարդ, հիմա էլ եմ երիտասարդ, այդ տարիքում միանշանակ բավականին էմոցիոնալ էի, շատ հանդուգն մարդ էի, ես շատ կամակոր էի, շատ իմ առաջ տանող էի, բայց երբեք սրա մասին էլի չեմ ասել, ես մամայի կարծիքը միշտ հաշվի եմ առել, միշտ, ուղղակի դրա մասին ինքը չգիտի, մամ ջան, ինքը չգիտի ու ինքը միշտ ինձ ասում է, բայց իրականում ես իր կարծիքը շատ կարևորել եմ, նույնիսկ եթե ցույց չեմ տալիս, բայց կարևորել եմ, իսկ Սամվելի հարցում ինքը շատ մեղմ էր եւ դա էլ ստիպեց ինձ անել քայլ Մենք շատ սիրուն նշանդրեք ունեցանք, որից հետո ես ուղղակի հասկացա, հա, ուղղակի պետք էր մամաս այ միակ բանը, որ փոշմանել է, միշտ ասում է, այդ օրը դու պետքա, եթե պիտի գնայիր դրանից 10 օր հետո, ուրեմն այդ օրը գոնե հագներ, ինքը շատ ուզում էր ինձ տեսնել հարսանեկան զգեստով, բայց դա ուշ չի։ Հա, եւ ես երևի թե ամենաշատը հենց դա իր համար եմ ուզում անեմ, որովհետեւ իսկապես ինքը շատ ինձ միշտ ասում այդ նշանդրեք արեցինք, դու պիտի հարսի շորով դուրս գայ։ Ու երբ որ ես այդ օրը գնացի, ուղղակի իմ վերջերը հավաքեցի Շահենը եղբայրս ասեց, հա լավ արի, գոնե ճանապարհը։ Լավ արի, որովհետեւ այտենց ավանդական ընտանիք բան ու մեկ էլ ես սպասում էին այնտեղ, արդեն գիտեին, որ դուք պետք է գնաք։ Ես հիշում չէ։ Ես տանը չէի։ Ես թատրոն
Գնում էի, չէ, ու զանգեց, մեր տանից զանգեց ինձ, ասեց ամ ես արդեն ձեր տանն եմ, ասի ինչ ա եղել։ Ասես դեպսո տեղափոխվել եմ։ Բայց ես քանի որ լսում եմ, ասում եմ, մամ, այս բանը որ արդեն դա էլ ես հաղթահարել, կարող է ես էլ տուն չգամ։ Ես շատ հրաշալի կիսուր ունեմ ու երևի թե գիտեք, ես այդ պահին մտածում էի, որ երկու ընտանիքներին էլ պետք չի ծանրաբեռնել մեր հոգսերով, իսկ մեր գրաֆիկը շատ խիտ էր ու շատ դժվար կլիներ այդ մինչև իրենք ծնողներով որոշեին, որ մենք պետք է ամուսնանանք, մենք երևի թե կբաժանվեինք։ Դրա համար ավելի լավ էր այդպես։ Եվ հիմա մեր ավանդական ծրարը Սիրանուշ այս մասին խոսելը թեև հեշտ չէ, բայց սա էլ ձեր կյանքի մի մասն է, եթե համաձայն եք, բացեմ եւ ընթերցեմ հարցը։ Բացեք։ Սիրանուշ ձեր հայրը Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներից էր, լեգենդար Արաբո ջոկատի անդամ։ Դուք ընդամենը 6 տարեկան էիք, երբ նրան տեսաք վերջին անգամ։ 6 տարեկանից հետո նա փաստորեն անհետ կորավ։ Ինչ գիտեք հիմա, մինչև այժմ ինչն է ձեզ հայտնի դարձել, թե դեռ պահպանվում է այդ անորոշությունը եւ այդ անորոշության զգացումը։ Ոյ, այս թեման ես չգիտեմ իմ կյանքում կլինի այդպիսի օր, որ այս հարցը ինձ չցավեցնի, ընդհանրապես այս թեման ինձ չցավեցնի, ես այս թեմայով շատ ուշ եմ սկսել խոսել, շատ ուշ։ Ու երևի թե դա է պատճառը, որ ինքը ինձ դեռ ցավ է տալիս։ Ես շատ կուզենայի միակ բանը, որի համար երևի այս հարցով ափսոսում եմ, եւ ընդհանրապես բոլորը այդ դեպքից հետո բոլորի ընտանիքները երևի թե այդ ցավը այնա, որ մենք կուզենայինք իրենց մահվան օրը իմանայինք իրենց մահվան մասին, որովհետեւ մենք շատ երկար ապրել ենք անհայտ կորածի եւ մինչեւ օրս էլ ապրում ենք այդ հոգեբանությունով, անորոշությունով, չնայած մենք 25 տարի 25 թե 26 տարի հետո ենք իմացել, որ իրենք խումբը մահացած է։ Հստակ իմացել եք արդեն։ Չգիտենք։ Դա էլ չգիտենք։ Գիտեք, այդ տեսահոլովակը, որ հայտնվեց եւ հիմա էլ YouTube-ում կա, այնտեղ ընտանիքներ կան, ովքեր ճանաչեցին իրենց զոհերին։ Մենք թերևս չգիտենք։ Այնպես որովհետև ինքը այդ կա դե գիտեք սարսափելի բան է որ դնես ու դիակների մեջ փնտրես քո դիակը բայց այդ տեսահոլովակը նկարված է հատուկ բոլորին նկարած է եւ երևի թե դա ավելի շատ պետական ինչ որ քաղաքական չգիտեմ ինչ որ այսպիսի թեմաներով էր արված այդ ձայնագրությունը տեսնելուց հետո մենք ապրեցինք իր մահը եւս մեկ անգամ, իսկ այդ ժամանակ մեր ընտանիքը արդեն բոլորս ամուսնացած էինք, ես լավ հիշում եմ, որ Սամվելը ավելի շուտ էր իմացել եղբորս հետ 2007 թվականին, իմ Էլենը նոր էր ծնվել, իրենք իր ստրեսի չէին ուզում։ Երեխան այդ վատ վիճակով ծնված եւ այլն, ես նույնիսկ շատ երկար չէի ասում Սիրանուշին սրա մասին, դե քանի որ սա արդեն բոլորից ցավն էր էլի, որովհետեւ բոլորս էինք այդ իրավիճակի մեջ, բայց ես վստահ մի բան կասեմ, այն անորոշությունը, որով որ պատել է այդ ընտանիքներին, այդ 77, ճիշտ եմ չէ՞։ 75, 78, բայց ավելին են եղել։ Սա ուղղակի սարսափելի զգացողություն է, որովհետև երբ որ դու մի օր, երկու օր, 5 օր չես իմանում ինչ որ բանի մասին, սկսում ես տառապել, անհանգստանալ, իսկ դա ինչ որ բան չի, դա քո հայրն է, դա քո հարազատն է, քո ամուսինն է, քո երեխան է, այս տեսակետով կարելի անել այս անորոշությունը ուղղակի կարող էր կործանել այդքան ընտանիքներ եւ այդքան մարդկանց իրանք ուղղակի եղել են սարսափելի ուժեղ եւ ապրել են մի բանի համար մի հույսով որ գոնե մի օր ինչ որ մի պահի կամ կտեսնեն կամ կլսեն այն իրականությունը որը դեռևս այդպես էլ ոչ լսել են ոչ էլ տեսել են Սիրանուշ դուք 4 երեխա եք Փաստորեն, ինչպես Սամվելը ասեց, դուք այս 20 տարիների ընթացքում չեք դադարել հույս ունենալ, որ մի օր դուռը կբացվի եւ կտեսնեք նրան։
Իսկ հիշում եք ձեր հորը, դուք 6 տարեկան բավական փոքր եք եղել, ամենավառ տպավորությունը։ Հիշում եմ մի քանի կադր կա, որ հիշում եմ իրենից։ Ես նախ շատ լավ հիշում եմ իր հոտը։ Շատ երկար ժամանակ իր սենյակը, որ իր այդ զինվորական զենքով հագուստով էր եւ այլն, շատ երկար ժամանակ իր կորելուց հետո այնպես էր, ինչպես որ ինքը գնացել է այդ օրը, բայց ես շատ լավ հիշում եմ մի քանի դրվագ այդ օրը գնալուց եմ հիշում եմ, երբ որ ինքը իմ ծննդյան օրը, հիշում եմ, երբ որ ինքը Շուշիի ազատագրումից հետո ոտքից վնասվածքով եկել էր ու մեր այդ թաղի, այս թաղը հենց ինքը այդպես էլ կա էր, թաղի տղաները մատաղ արեցին իր ոտքերի տակ ու հիշում եմ այդ իր գնալու այդ ճաղավանդակներից, աստիճանավանդակներից ինձ ինքը թեքվում էր ու ես այդ իր հայացքը շատ հիշում եմ։ Հիշում եմ մի դրվագ, որ ծամոններ էր բերել, այդ մեր վազայի մեջ, Սերվանդի վրայի դրած վազայի մեջ ծամում էր, ասում էր, «Սպասեք, պապան ծամի նոր», տենց մի քանի բաներ կա, որ հիշում եմ եւ հիշում եմ նաեւ մեքենայի մեջ ես պապայի զոքանչում մամային պապան հիվանդանոց տանելուց է եղել եւ մենք ավտովթարի ենք ենթարկվել։ Ես հիշում եմ նաեւ այդ դրվագը շատ, բայց հիշում եմ իր հոտը։ Եվ ես մի բան պատմեմ ձեզ ու սահմանափակենք այս ամեն ինչը։ Երբ որ Էլենից ժամանակ այնպես էր ստացվել, որ բժիշկները ինձ ասել էին երեխեն ուղակի թող 6 ամսական մինչև հասնի, մենք հետո կվիրահատենք, կհանենք իրան, որքան ապրի։ Այդ վիրահատության օրը, որ արդեն պետք է գնանք, դրա նախորդ գիշեր ես հիվանդանոցից տուն եմ գալիս, որպեսզի լողանամ պատրաստվեմ վիրահատության եւ ես տեսնում եմ կյանքումս առաջին անգամ իմ պապային։ Իսկ ես իմ ամբողջ մանկության ժամանակ, երբ որ մաման պապայից էր պատմում, ես այդ բաները պատկերացնում եմ հենց կինոյի նման, երևակայում է իր տեսքը, իր այդ ամեն ինչը, ուզում էի տեսնել իրան երազում, բայց երբեք չեմ տեսել։ Ու այդ օրը, երբ որ ես պատրաստվում էի գնալ հիվանդանոց, ես տեսել եմ իմ պապային։ Ինչպես եք տեսել։ Ես տեսել եմ իրեն, չեմ էլ տեսել, լսել եմ եւ զգացել եմ հոտը։ Իբրև ես կանգնած եմ իրեն մեջքով, ինքը Հիսուսի բալախոնով, բայց Պողոսի ձայնով եւ հոտով ինձ ասում է չնեղվես, Մարիամը ծնվելու է։ Ես գրում եմ հաջորդ օրը, արտանում եմ Սամվելին պատմում եմ ու մենք գնում ենք հիվանդանոց, սոնոգրաֆի այդ բժիշկը նայում է, ասում է վայ, երեխան նայեք հլը, ինչ նման ասամ, պապային է նման, դա այնտեղ արդեն հիվանդանոցում ես բոլորը ճանաչում էին, իսկ ամեն սոնոյի ժամանակ մեր ամբողջ գերդաստանը եւ Սամվելի կողմից եւ իմ հավաքվում ենք, որ տեսնենք ինչ որ բան մատ ավելացել է, այդ մամնի մաս ավելացել է, թե չի, հիմա դաժան է թվում հումորով ենք վերաբերվում, բայց դա այդպես էր։ Ու սենց բոլորս կանգնած ենք, Սամվելի քույրիկն է, կիսուրս է, մամաս է, եղբայրս է, իմ քույրն է, տատիկս է, ասեց Точно պապայի մատերն է։ Всё, Սիրանուս ջան, եւս մեկ շաբաթ պետքա պայքարես, բնականաբար այդ մեկ շաբաթը դարձավ 2 ամիս եւ իմ երեխան ծնվեց բոլորովին առողջ ու իր պապայի ձեռքերով շատ նման են, իրենք շատ նման են հիմա։ Սիրանուշ Պաստորեն կարող ենք ասել, որ ձեր երեխաների ծնունդը ինչ որ առումով մեղմեց այդ ցավը, հոր ձեր կորստի ցավը, արդեն չնայած իմ երեխաները, հատկապես Էլենա օրինակ երեք այդ հուշաքարի մոտ ինքը սենց այդտեղ ընտանեկան գերեզմանը բոլոր տատիկներս ու պապիկներս են ու պապայի հուշաքարը Արցախից բերված հողով բնականաբար, բայց դին չունենք, ավելի շատ Եռաբլուրի հուշահամալիրի մենք սգում մեր ցավը։ Այդտեղ օրինակ Էլենաս երբեք չի տեսել, մենակ այս երազի մասին գիտի ինքը, էդ էլ շատ ուշ, 15-16 տարեկան էր, նոր պատմել եմ, որ ես գիտես, մի օր բարկացրեց ինձ եւ ես պատմեցի, որ գիտես, ես քեզ կյանքի ու մահվան գնով եմ ծննդաբերել, ունեցել, լույս աշխարհ բերել։ Ու Էլենը շատ
կապված է։ Ինքը այդտեղ սենց նայում է, մամա ասում է, «Էս ինչ է նշանակում»։ Սկսել է խորանալ այդ արաբոյի նշանով, զինանշանով։ Քարը, մամա, իսկ ինչ է սա նշանակում, իսկ հարցեր է տալիս ու աղոթում է ու այնց խումք է ծխում, ես այնց նայում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր է, իրենց կապը շատ ուժեղ է եւ կա, ես դա գիտեմ, Էլենի ու Պողոսի պապիկի, որքան էլ որ ինքը չի տեսել։ Հետևաբար Աստծո հրաշքները։ Այո։ Ձեր հոր գծերը նաև ձեր երեխաների մեջ եք տեսնում։ Էլենի։ Էլենի կոնկրետ։ Այո։ Հետաքրքիր է, իսկ դուք շատ աշխատում եք, բազմաթիվ անգամ ասեցիք այդ մասին, որ ժամանակ գրեթե չունեք։ Ձեր երեխաներին հատկացված ժամանակը կարծում եք արդյոք բավարար է եւ առհասարակ դուք ձեզ լավ ծնողներ եք համարում։ Ձեր աղջիկները ավելի շատ մամայի հետ են մոտիկ, թե պապայի։ Հետաքրքիր բան եք հարցնում, բայց ես անկեղծ կասեմ, Սիրանուշը երբևէ չի եղել, որ անտեսի երեխաների հետ կապը։ Նույնիսկ եթե մենք աշխատանքի մեջ ենք, նույնիսկ եթե մենք երկրում չենք, ինքը պարբերաբար վերահսկում է, կառավարում է, ասում է, այսինքն հետևում է, ոչ միայն տալիս է հանձնարարություն ու անցնում առաջ։ Հանձնարարություն հետո պահանջում է, այսինքն Սիրանուշի ու աղջիկներիս կապը իդեալական է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Սիրանուշի նման կինը հենց պիտի դաստիարակեր իմ երեխաներին, իմ ժառանգներին, որովհետև այն արժեքները ինչով որ կարողանում է Սիրանուշը իրենց դաստիարակի ու մեծացնի, իրենք վստահաբար ասում եմ յուրաքանչյուր հայկական ընտանիքում, ավանդական եւ ոչ ավանդական ընտանիքներում լինելու են այն լույսերը, ովքեր կարողանելու են պահել ու պահպանել այդ ընտանիքները։ Սա միայն ու միայն Սիրանուշի շնորհքն է, որովհետև նախ դու պիտի ունենաս այդ արժեքները, որ կարողանաս սերունդների դաստիարակել դրանով, որովհետև այսօր մենք ապրում ենք շատ վատ մի իրականության մեջ, որտեղ երեխաները ոչ թե կարող են կուլ գնալ, այլ իրենք կարող են հենց քո դեմքին ասել, իսկ դու ապրում ես տենց, որ դու ինձ խորհուրդ ես տալիս, իսկ դու անում ես դա, որ ինձ խորհուրդ ես տալիս, այո, եւ իրենք չեն վախենում սա ասելուց, եւ այս իրականության մեջ իրենք երբևէ չեն գտել այդ նախադասությունը իրենց մորը ասելու, որովհետև իրենց մայրը բոլոր այդ առաքելություններով, առաքինությամբ օժտված մի կին է։ Այնպես որ շնորհակալ եմ քեզ, որ դու կարողանում ես շատ ճիշտ շնորհակալ եմ քեզ, որ դու էլ կարողանում ես տալ այն բացը։ Ինձ համար ընտանիքում շատ միակ ցավեցնող ու այդ բազմակետով հարցը դա էր, որ ես չգիտեի ինչպես պետքա լինի կապը պապայի ու հատկապես աղջիկների, որովհետև ես գիտեմ նաև որ մեծ քույրս Թագուհին շատ կապված է եղել պապայի հետ, ինքը ավելի մեծ է եղել, քան ես եւ իր հիշողությունները եւ որպես առաջին երեխա պապան շատ սիրել է, ուշադրություն է ցույց տվել ինձ համար դա շատ վախենալու կետ էր, շատ, բայց Սամվելից ես չգիտեմ, երբեմն պահանջում էի ու ինձ թվում է ես ավելին եմ պահանջում, կարողա տենց պետք չի, բայց իրենք կարողացան նաև այդ բաց լրացնել եւ շատ ճիշտ լրացնել։ Ես կուզեի ունենալ քոպես բաբա։ Սամվել բացի հայրությունը նաև մեկ այլ պատասխանատվություն ունեք եւ ընտանիքի հայր լինելը, ձեր աղջիկներին մեծացնելը դա Շունչ թատրոնն է եւ անունը բավական մեծ հավակնությունների մասին է խոսում արդեն իսկ հայկական թատերարվեստում այս նոր թատրոնը ինչ է փոխել, նոր շունչ արդյոք բերել է։ Տեսեք, շունչ անվանումը նախ տվել է Սիրանուշը եւ իսկապես հենց այնպես չի ընտրված անունը, որովհետև եթե մենք վերլուծում ենք մեր 3 տարեկան թատրոնի ճակատագիրն ու առաքելությունը, մենք հասկանում ենք, որ այո, նոր իրականություն բերել է։ Շունչ թատրոնը ունի արդեն հաստատված շատ հաճելի, գեղեցիկ ու ճաշակով հանդիսատես։ Ինչու եմ ասում ճաշակով, որովհետև մենք գրեթե արդեն դեմքով ճանաչում ենք մեր հանդիսատեսին, ովքեր որ մեր հետևից գալիս են ամեն օր։ Այո, բոլոր ներկայացումները գալիս են։ Շունչ թատրոնը նաև ստեղծել է մեր շատ սիրելի հանդիսատեսի համար ոչ միայն թատրոնի շենքում վայելելու ներկայացումներ, ոչ միայն կոնկրետ սահմանափակ ամիսների ընթացքում, այլ նաև մենք տարին 12 ամիս ստեղծել ենք այնպիսի ներկայացումներ, որոնք տարբեր տեղերում կարողանում ենք ներկայացնել եւ մեր հանդիսատեսին մշտապես պահել այդ հետաքրքրության մեջ, որ կարող են
վայելել թատերարվեստը տարին 12 ամիս։ Շունչ թատրոնը ունի շատ հետաքրքիր ու հրավիրված դերասանական կազմ, ովքեր որ իսկապես հատնտիր դերասաններ են։ Ունենք հրաշալի ռեժիսորներ, ունենք հրաշալի սցենարիստներ։ Այո, ես կարող եմ վստահաբար ասել, որ Շունչ թատրոնը իր մի քանի ներկայացումներով գոնե տարբերվում է նրանով, որ մենք ունենք հատուկ ժամանակակից դրամատուրգներ, ովքեր գրում են ներկայացումներ հատուկ Շունչ թատրոնի համար։ Սա շատ կարևոր է, ունենք հատուկ Շունչ թատրոնի ներկայացումների համար գրված նոր երաժշտություն, այսինքն ամեն ինչ նոր ստեղծվում է, նոր ներկայացվում է մեր հանդիսատեսին եւ պիտի նշեմ, որ այս առումով ինքը արդարացվում է եւ հանդիսատեսը հենց ինքն է փաստում, որ Շունչ անունը շատ ճիշտ է ընտրված։ Եվ սա միակ բանը չէ իհարկե, որով մենք զբաղվում ենք, մենք ունենք նաև մեր թատերական ստուդիան, որտեղ կրթում ենք երեխաներին, Սեմ թատերական ստուդիան, որտեղ 90%-ով զբաղվում է Սիրանուշը, որովհետև այն ինչ կարողանում է Սիրանուշը անել, ուղղակի անբացատրելի է երեխաներին ոնց է կարողանում բոլորին բերել մի դաշտ, որտեղից իրենք պետք է ճիշտ ուսում ստանան, կրթվեն, որ դառնան մեր հասարակության մեջ պարտադիր չի դառնան դերասաններ, դառնան պիտանի մարդիկ, գոնե դառնան դասերակված ու կիրթ հանդիսատես, սա էլ է շատ կարևոր եւ իհարկե այս առումով էլ մենք ունենք մեր գործունեությունը ու եթե արդեն պատկերացրեցիք անընդհատ օրվա 24 ժամը մեզ մոտ զբաղվածություն է։ Գումարած դրան մեր մյուս աշխատանքները, բայց այս ամեն ինչի մեջ մենք չենք դադարում լինել կին, ամուսին, հայր, երեխա, սրանք ամենակարևոր բաներն են մեր կյանքում, որ պիտի պահվի։ Շնորհակալություն շատ անկեղծ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ հաջողություններ կարողացաք մեր միջից հանել այդ ամբողջ պատմությունները։ Շնորհակալ եմ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Պրոֆիլի հյուրը Սամվել Դանելյանն ու Սիրանուշ Լազյանն էին, իսկ մենք դեռ կհանդիպենք։